Աստծո ժողովուրդ, եկեք ոտքի կանգնենք այսօր մեր Տիրոջ առջև։ Եկեք փառաբանությամբ մտնենք եւ սկսենք փառաբանել մեր Տեր Հիսուսին, որովհետեւ նա արժանի է։ Փառք տանք նրան մեր սրտով, մեր հոգով։ Աստծուն փառք, տանք նրան պատիվ, տանք նրան այն ամենը, որ արել է մեր համար, այն արժանի փառքին, որ նա հասնում, եկեք շարունակենք։
Փառք Աստծուն, եկեք լսենք մեր հայտարարությունները։ Շարունակենք Տիրոջը մեծարել և երկրպագել իր ներկայության մեջ։ Տիրոջ խոսքը շատ տեղերում է ասում Տիրոջ փառքի մեծության մասին և այդ նկարագրությունները ունեն իրենց հատուկ անունները՝ մեծության Աստված, Եհովա Նիսի, Եհովա Ռաֆա, Եհովա Սաբաոթ ու փառք Տիրոջը, որ իր մեծությունը միայն այդ բառերով չի սահմանափակվում, այլ գործողություններով։ Փառք Տիրոջը իր անսահման մեծության համար, եկեք երգենք ու փառք տանք Տիրոջը։ Միասին երգենք։ Քո շնորհքը տեսնելով տալիս եմ փառք քեզ։ Քո շնորհքը տեսնելով պաշտում եմ քեզ։ Բարձրացնում եմ ձայնս քեզ, ես պաշտում եմ քեզ, քո ներկայության մեջ, ես պաշտում եմ քեզ, քո ներկայության մեջ, նորից երգենք, քո շնորհքը տեսնելով տալիս եմ փառք քեզ։ Շնորհքը տեսնելով պաշտում եմ քեզ, քո փառքը տեսնելով բարձրացնում եմ ձայնս քեզ, Տեր պաշտում եմ քեզ, քո ներկայության մեջ, ես պաշտում եմ քեզ, քո ներկայության մեջ։ Yehovah Shalom,
ներկայության համար։ Մենք փառք ենք բարձրացնում քո բյուրավոր փառքերին եւ փափագում ենք Տեր քեզ հաճելի լինել։ Փափավում ենք Տեր ավելի շատ տեսնել քեզ, ավելի քո խորքերը գնալ, ավելի լավ ճանաչել Տեր քո մեծությունը, քո անսպառեությունը։ Հայտնի արա մեզ Տեր ամեն անգամ քո ներկայությունը գալով մեր կյանք։ Մենք մեծարում ենք քեզ, մենք տալիս ենք քեզ փառքեր։ Շնորհակալ ենք Տեր, շնորհակալ ենք քո բոլոր գործերի համար, քո ամենօրյա ողորմության համար Տեր։ Մենք փառք ենք տալիս քեզ հավիտյան։ Ես հասկանում եմ, որ երկրում խոսքով Տեր երկինքը անցևում և արշալույսը բացվում ինչ որ քո ձեռքով ամենազոր դատարել հաստատել ես աշխարհում դարեր
ես ուղ և արարող ես դու, փառք ես, դու ամենաթաղ ես, մեծ և հանճարեղ ես, դու իմաստությամբ ես ստեղծել ամեն բան դու, և միայն դու Տեր, դու աննման ես, ոչ ոք չկա քեզ նման, ոչ ոք չկա քեզ հավասար Տեր, դու բարձրյալ, ամենակարող Աստված, մենք խոնարհվում ենք քո գահի առջև, մենք խոնարհվում ենք քո զոհի առջև, մենք խոնարհվում ենք քո Սուրբ Հոգու առջև, մենք խոնարհվում ենք քո մեծության առջև ու տալիս ենք քեզ միայն փառք ու պատիվ, Տեր ամեն փառքի Աստվածը դու ես, ու թող փառավորվի քո Սուրբ անունը մեր կյանքի մեջ ամեն օրվա մեջ Տեր, մեծարվիր Հավիտյան, որին արժանի ես, քո որդու Հիսուս Քրիստոսի Սուրբ անունով, ամեն, ամեն, ամեն Տիրոջ։ Մինչև մեր նվերներին կանցնենք, կուզեմ Աստծո խոսքից կարևոր հատվածներ կարդամ։ Հռոմեացիների 12-րդ գլուխը, ինքը շատ հրաշալի գլուխ է, կուզեմ որ տանը կարդաք։ Հենց առաջի խոսքի մեջ ասում է. «Կաղաչեմ եղբայրներ, Աստծո ողորմությունով, որ ձեր մարմիններն ընծայեք կենդանի զոհ Սուրբ Աստծուն հաճելի, որ է ձեր բանավոր պաշտոնը»։ Շարունակության մեջ ներկայացնում է ուրեմն որն է Աստծուն նվիրվելու, որն է Աստծուն մեր անձերը զոհ մատուցանելու այդ ընթացքը։ Անցնելով մի քանի համար 4-րդ խոսքից ասում է, որովհետև ինչպես մեկ մարմնի մեջ շատ անդամներ ունենք եւ այն բոլոր անդամները միևնույն գործը չունեն, երբ որ նվիրվում ենք Աստծուն, որպես կենդանի զոհ, պաշտամունքի համար, ծառայության համար, շարունակության մեջ ներկայացնում է, որ եկեղեցին Քրիստոսի մեջ մի մարմին է եւ ամեն մեկս ինչ որ մի գործ ունենք, նույնը չենք։ 6-րդ խոսքի մեջ ասում է, որ ուստի մենք զանազան, այսինքն տարբեր պարգևներ ունենալով այն շնորհքի համեմատ, Քրիստոսի շնորհքի համեմատ, որով մեզ տրված է, եթե մարգարություն հավատքի չափով գործածենք։ Եվ շարունակությունը ասում է, եթե մեկը սպասավորություն անում հավատքի չափով, եթե մեկը առաջնորդում է, եթե մեկը սովորեցնում է, եթե մեկը բաշխում է, եթե մեկը ինչ-որ ջանք անում, մեկը սովորեցնում է եւ այլը, եւ հասնում ենք 13-րդ խոսքը, որ ասում է հետեւյալը. Սուրբերի պետքերին հաղորդ եղեք։ Այս էլ ծառայություն է, այս էլ պաշտոն է, սուրբերի պետքերին, կարիքներին հաղորդ մասնակից լինենք։ Ուրեմն Աստված ամեն մեկից, երբ որ կանչել է ինչ որ մի տաղանդ, ինչ որ մի շնորհք տվել է, դատարկ առանց տաղանդի մարդ չկա։ Բոլորս տաղանդավոր ենք։ Փառք Հիսուսին։ Եվ ամեն մեկս մեր մասն ու բաժինը ներ ենք դնում, ով ինչի մեջ որ կա, իր հավատքի չափով։ Այսինքն հավատքից դուրս բան չկա։ Օրինակ դա չենք կարող օրինակի համար մարգար եղնենք, բայց եկեղեցուց դուրս ինչ որ օբյեկտ բացենք, ոնց որ բախտագուշակներն են եւ չէ, մարգարություններ են անում։ Սա հավատքից դուրս է եւ մեղք է, բայց Աստված օրենքներ եւ կարգ ու կանոն ունի, Սուրբ Գիրքը եկեղեցին ունի եւ այդ շրջանակների մեջ եւ ամեն մեկը իր կարողության չափով ասում է, իր հավատքը, իր կարողությունն է նաեւ։ Դրա շրջանակների մեջ Աստծո օրենքի կարգ ու կանոնի մեջ թող իր պաշտոնը կատարի։ Փառք Հիսուսին։ Ուրեմն եւ այդ պաշտոնի գործերի մեջ նաեւ շեշտում է, որ սուրբերու պետքերին պետք է հաղորդակից լինենք։ Գիտեք, երկրի վրա շատ սուրբեր կան, որոնք շատ կարիքներ, ոմանք աղոթքի կարիք ունեն, ոմանք այցելության կարիք ունեն, ոմանք կերակրվելու կարիք ունեն, ոմանք հագնելու, ոմանք նյութական, ամեն մեկ ինչ որ մի կարիքի մեջ կա, եւ մենք որպես մարմնի անդամ եկեղեցու մեջ, երբ որ մեզ նվիրաբերել ենք Աստծուն որպես Սուրբ պաշտոնյա, այս ձև ասած, ոնց որ առաջի համարի մեջ ներկայացնում, ուրեմն ասում է, որ հաղորդ լինենք, մասնակից լինենք, որտեղ եթե մարմնի անդամ ենք, չենք անմասն մնանք։ Եբրայեցիների մեջ ասում է, որ 13-րդ գլուխ 16-րդ խոսքը։ Իսկ բարերարությունն ու կարոտյալներուն ողորմությունը մի մոռանաք, որովհետև Աստված այնպիսի պատարակներ կհավանի։ Այսինքն տեսնում ենք, որ
ինչ որ մեկին օգտակար լինելը Աստծո ժողովուրդ, սա նաև անուշահոտ պատարակա որ մատուցում է, ասենք ինչ որ մի ծառայություն երբ որ անում ենք, այս էլ մի պատարակի ձև է, անուշ պատարակի, որ Աստված հաճենում է Աստծո ժողովուրդ։ Այս ամեն ինչը որ անում ենք, երբ որ մասնակից ենք լինում, երբ որ հաղորդ ենք լինում սուրբերին, ասում է որ երբ որ թագավորը գա Հիսուսը վերադառնա, ասելու է հետևյալը։ Այն ժամանակ թագավորը իր աջ կողմը կայնողներուն պիտի ասե։ Այս այն ժամանակն է, երբ որ Տերը ժողովրդին կհավաքի եւ երկու մասի կբաժանի, աջ եւ ձախ կկայնեցնի եւ աջ կողմի կայնողներին կասի. Եկեք իմ հորս օրհնասներ, աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված թագավորությունը ժառանգեք, որովհետեւ անոթ է ինձ ուտելիք տվիք, ծարավ է ինձ խմեցրիք, օտարական է ինձ ներս առաք, մերկ է ինձ հագցրիք, հիվանդ է ինձ տեսնելու եկաք, բանտի մեջ է ինձ եկաք։ Այն ժամանակ արդարները պիտի ասեն. Տեր, երբ քեզ անոթեցած տեսանք կամ ծարաված կամ խմեցրինք, երբ քեզ օտարական տեսանք, ներս առինք կամ մերկ հագցրեցինք, երբ քեզ հիվանդ կամ բանտի մեջ տեսանք եւ այցելության եկանք, չէ՞։ Եվ թագավորը պիտի պատասխանի ու ասե. ճշմարիտ կասեմ ձեզ, քանի որ այս իմ եղբայրներից ամենից փոքրին արիք ինձ արեցիք։ Ուրեմն փառք Հիսուսին Աստծո ժողովուրդ։ Այն ինչ որ մենք նվիրաբերում ենք եկեղեցիների մեջ, ցանկացած եկեղեցի երբ որ կնաք, նվիրատվությունները եկեղեցու նպաստում է հենց այս ծառայության մեջ։ Հենց մենք մեր ֆինանսով, մեր կարողությունով մասնակից ենք եղնում նման ծառայության, երբ որ Տերը կկայնի եւ կասի, եկեք, որովհետեւ սոված է բանտի մեջ է, գիտեմ ֆիզիկապես շատ հիվանդների չեք այցելել բանտեր, շատ հիվանդների չեք այցելել հիվանդանոցներ կամ գնացել բանտեր կամ նման որ կարդացինք շատ բաների մեջ չենք եղել, բայց մեր ֆինանսով նպաստել ենք ինչ որ մեկին որ այցելի եւ դրանից ուրեմն դուք էլ բաժին ունեք եւ մասնակցություն ունեք Աստծո ժողովուրդ, Տերը օրհնի ձեզ։ Եվ Եբրայեցիների 6-րդ գլխի մեջ մի խոսք կա, որը կուզեմ անպայման կարդամ եւ եթե նվերներ ունեք, Տիրոջը նվիրեք հոժար սրտով եւ ուրախությունով։ Այս ձև ասում խոսքը 6-րդ գլուխ 10-րդ խոսքը ասում է. Քանզի Աստված անիրավ չէ, որ ձեր գործը մոռանա, ու այն սերը, որ իր անվան համար ցույց տվիք, որ սուրբերին ծառայեցիք ու կծառայեք։ Փառք մեր Աստծուն։ Ուրեմն այն ինչ որ անում ենք, ես 30 տարի եւ ավելի 35 տարի միշտ եկեղեցում սիրով մասնակցել եմ իմ ծառայություններին եւ հավատում եմ, որ Գիրքն ասում է, որ Աստված երբեք չի մոռացել։ Այն սերը, որ իր անունի համար ցույց եք տվել, շեշտում այս ձև, որ սուրբերին եք ծառայել եւ ծառայում եք։ Այսինքն մեր սերը Աստծո հանդեպ սուրբերին ծառայելն Աստծո ժողովուրդ։ Ուրեմն Տերը թող օրհնի ձեզ, իմացեք, որ ինչ որ անում ենք Աստծուն ծառայելու, Աստծուն սիրելու համար ենք անում եւ սուրբերի պետքերին հաղորդ լինելու համար ենք անում եւ սանով մասնակից ենք լինում ամեն մեկս։ Թող Տերը օրհնի ձեզ, եկեք մեր նվերներով Տիրոջը օրհնենք եւ շարունակենք մեր ծառայությունը։ Ամեն, ամեն, օրհնյալ լինի մեր Տեր Աստվածը, ամեն, եկեք ջերմ ծափահարությամբ Տիրոջը օրհնենք սիրելներ։ Շնորհակալություն հայտնենք նաև մեր պաշտամունքի ծառայողներին, որ մեզ ծառայեցին, եկեք ջերմ նորից ծափահարենք, Աստված օրհնի ձեզ բոլորիդ։ Սիրելներս, սիրելի մայրեր, ուզում եմ ձեզ շնորհավորել աշխարհի օրենքների համաձայն այս օրը, մայրության, գեղեցկության տոնը։ Սիրելի մայրեր, սրտան շնորհավորում ենք ձեզ եւ իմացեք Գողգոթա հայոց եկեղեցի բոլոր եղբայրները եւ բոլոր քույրերն էլ մեկտեղ ձեզ շնորհավորում ենք։ Թող Աստված օրհնի ձեզ յուրաքանչյուրիդ։ Ամեն։ Ես ուզում եմ Սուրբ Գրքից երկու տեղ հիշեցնեմ սիրելներ։ Առաջինը 42 տարեկան մի թագավորի մասին է գրված, որ իր մայրը գրված է, որ իր մայրը ասեց եւ վարժեցրեց իր տղային, որ գնա չարություն անի։ Գիտեք, մայրեր ինչքան շատ լուրջ գործեր ունեն անելու, չէ՞։ Սա իհարկե զուգահեռ կարող ենք տանել շատ ուրիշ դեպքերի, որ մայրերը, որոնք որ իրենց զավակներին չարության են մատնել եւ բացի թող եւ լքել են, բայց Աստծո խոսքը մեզ
Հավիտենական կանոն է տալիս, մարդկային կյանքի պատմության բոլոր ժամանակների կանոնն է մեզ տալիս։ Եթե ուզում ես երկար օրեր ունենալ եւ հաջողված լինել, պատվիր քո հորը եւ քո մորը։ Այսինքն հիշեք, որ Father's Day-ը կա։ Մենակ Mother's Day չի։ Բայց պատվել ծնողին, պատվել մորը։ Գիտեք, Աստծո խոսքը ասում է, որ Եվան դարձավ բոլոր ողջ եղողների կամ ծնվողների, այնպես ասում է կենթանիների, բայց հասկացեք, դա կենթանիները չեն։ Կենթանի եղողների մայրը դարձավ։ Ամեն բան Աստված որոշեց մոր ներսում ձևավորի։ Գիտեք, մայրերը այնպիսի զգացողություններ ունեն, որ ոչ մեկ չի կարող զգալ դա։ Մի մարդ կար ասում էր կանայք մի հատ դզ ունեն, որ ոչ մեկ չի կարող մեկնաբանել դա։ Եվ ես 100% համոզված եմ, որտեվ տանը մի կին ունեմ, որ բաները ասում, որ ոչ մեկը չեն կարող մեկնաբանենք, բայց հետո հասկանում ենք, որ դա ճիշտ էր։ Հիմա Երան ինքը չլսեր, բայց չէ, լավ որ լսեր։ Փառք Տիրոջը, սիրելիներս, սրտանց ուզում ենք օրհնել ձեզ եւ մեր աղոթքն է, որ Աստված ձեր մայրությունը օրհնի։ Նրանք, ովքեր որ մայրեր են, կարող եմ տեսնել ձերքեր, որ մայրեր են։ Օ, հրաշք, Տերը օրհնի ձեզ։ Գիտեք, մեր մեջ մարդիկ կան, որոնք կարիք ունեն մայրանալու։ Եվ իմ աղոթքն է Տիրոջը, որ Աստված այդ հրաշալի ժամանակները հասցնի մեր սիրելիների համար։ Որոշները կարող են ասել, դե տարիքի հարց կա, բժշկական հարց կա, չգիտես, այս հարց են, գիտեք, Աստծո մոտ հարց չկա։ Աստված կարող է օրհնել երիտասարդի, կարող է օրհնել միջահասի, կարող է օրհնել անգամ ծերին, եւ եթե Սառան իր ծերության ժամանակ պտղաբերեց եւ Իսահակ ունեցավ, այնպես էլ այս ժամանակների մեջ հրաշագործ Աստված կարող է այդպիսի գործ անել ձեր կյանքի մեջ։ Ամեն։ Աստված թող օրհնի ձեզ, սիրելիներս։ Ուզում եմ այստեղ հրավիրել իմ սիրելի Աննա քրոջը մեր եկեղեցու կողմից ձեզ մի հրաշալի խոսք ընթերցելու համար։ Խնդրեմ։ Բարի կիրակի, սիրելի ժողովուրդ, Happy Mother's Day, շնորհավոր մայրերի տոնը։ Մայրս, քո ձեռքերը ամենասուրբ, քո մատները հրաշագործ, քո պաշտոնը անժամկետ, քո կերպարը գեղեցկագույն, դու լույս կրակ ու ջուր մաքուր, դու եւ անձրև եւ բերք անուշ, դու եւ ցասում, դու եւ աղոթք, դու բարություն ամենասուրբ, դու ջերմության անսպար մարդկոց, դու իմ անձրև ձմռան սրտում, դու երկ ու սեր տրտում հոգուն, դու գեղեցկի արար փայլուն, մայրս, սերս անսպար անհուն, բարի հեքիաթ տխուր հոգում, մայրս, ջահել, բայց թեկուս ծեր, քո կրծքի տակ երկ է ծորում, ու այդ երգը թող երկարի, 1000 գարուն աչքդ տեսնի, քեզնով հարուստ, քեզնով ճախրուն, Տեր իմ, մորս քեզ եմ հանձնում, քեզնից ստասել, քեզ եմ հայցում, մորս պահիր ափիդ մեջ սուրբ, որ ես երբեք չաղքատանամ, առանց մորս դառն եմ դատարկ, ու թե մայրս ինձ ապտակ տաս, քո տվածից նեղվել չկա, քո մատները ինձ դեղ դարման, միշտ դարմանիդ կարոտ եմ, մայր։ Ամեն, փառք Տիրոջը։ Սիրելիներս, մենք ուզում ենք ձեզ իսկապես օրհնել։ Մեր սիրելի երիտասարդները եկեղեցին եւ մեր ծառայողները ձեզ փոքրիկ ուրախություն են ուզում ապարգևել այս հրաշալի ծաղիկներով, սիրելիներս, սիրելի մայրեր, թող օրհնի Աստված ձեր կյանքը։ Թող օրհնի Աստված ամեն բան ինչ կապ ունի ձեզ հետ, ձեր նպատակներն ու երազանքները Քրիստոսի մեջ թող իրականություն դառնան։ Թող ձեր արջկերը միայն երջանկության եւ ուրախության արցունքներով լցվեն։ Թող ոչ մի զավակ մոր կողմից որփացած չզգա իրեն։ Անկախ նրանից մայրերը կան թե չկան, եթե չկան էլ հոգու խորքում զգացում կա, որ մայրը միշտ էլ կա։ Եվ թող Տերը պահի մեզ բոլորի սիրելներ։ Եվ ես որքան ուրախ եմ, որ Աստվածաշունչը մեզ սովորեցնում է այս ճշմարտությունը, որ Աստված ընտանիքի Աստված է, ժառանգության, շարունակության, հարատևության Աստված է։ Եթե համաձայն ես, կարող ես ամեն ասել։ Ամեն։ Եթե այդպես ամենին որևէ խոսք, որ դու խորը համոզում ունես, ասես, այդ ամենը քեզ է դառնում հենց այդպես, որ դու համաձայն ես այդ ճշմարտության հետ։
Պատրաստ ենք Տիրոջ խոսքին, սիրտդ բաց պահի Աստծո համար, որովհետև Աստված խոսք ունի քո համար։ Ես համոզված եմ եւ հավատում եմ սրտանց, որ մեզանից յուրաքանչյուրը սպասումով է գալիս, որպեսզի Տերը խոսի մեզ հետ։ Ամեն։ Այսօրվա նյութը, սիրելներ, որ սրտումս կա ձեզ հետ բաժնեկցելու, բավական հետաքրքիր նյութ է իր հոգեղեն ճշմարտության առումով եւ որոշակի փաստարկներ կա, որ պետք է միասին նայենք։ Վերնագրել եմ այսպես. կարծիք թե ճշմարտություն։ Միգուցե վերնագիր արդեն ձեզ բավական բան ասի կամ թերևս շատ բաներ հարցական կմնան, բայց ուզում եմ անցնել Աստծո հրաշալի խոսքին եւ այս նյութը ձեզ համար ավելի հասանելի դարձնեմ։ Կարծիք թե ճշմարտություն։ Ուրեմն պատմում են, որ ես դիտավորյալ երկրների անունները վերցրել եմ, որ դուք չիմանաք որտեղ է, վերջում ով ուզենա իմանա կհարցնեք կասեմ։ Ասում են, որ 3 տարբեր երկրների մարդկանց հարց են տալիս եւ այդ հարցումը սա է. ինչ է ձեր կարծիքը մսի թանկացման մասին։ Հետաքրքիր հարց է, չէ՞։ Ես չգիտեմ ինչ է ձեր կարծիքը մսի թանկացման մասին եւ առաջինին, երբ որ հարցնում են, առաջինն ասում է թանկացումը ինչ է։ Երևի թե սա այն հարուստ երկրներից է, որ երբեք ոչինչ չի թանկանում։ Երկրորդին, որ հարցը ուղում են, երկրորդը ասում է միսը ինչ է։ Եվ երրորդին, որ հարցնում են, ասում է կարծիքը ինչ է։ Բոլորը խոսում են մի բանից, որ երբեք չեն տեսել։ Գիտեք, իրականությունը այսպես է, ամեն ինչի մասին կարելի է կարծիք կազմել, ամեն ինչի մասին կարելի է տարբեր կերպով մեկնաբանել եւ խոսել։ Ինչ է իրանից ներկայացնում կարծիքը, մինչև բուն նյութին անցնեմ, ուզում եմ ձեզ պատրաստեմ, սիրելիներ, նախապատրաստեմ ձեզ։ Կարծիք, ես այսպես փորձել եմ ձեզ մի փոքր այսպես հայկական դրամաբանության մեջ ձեզ փոխանցեմ սա։ Ինչ որ բանի մասին հասկացություն, հաստատում, դատողություն, եզրակացություն, հետևություն, տեսակետ կամ հայտարարություն այն թեմայի շուրջ, որտեղ հնարավոր չէ հասնել լիարժեք անկողմնակալության, հիմնված է փաստերի մեկնաբանության եւ դրանց նկատմամբ հուզական վերաբերմունքի վրա։ Այսինքն այս տեսակ վերաբերմունքին մենք ասում ենք կարծիք։ Կարծիք։ Օրինակ, կարող է կարծիքը տարբերվել մեկը մյուսից։ Այո, անշուշտ կարող է։ Կարծիքը ի տարբերություն փաստի կարող է ստուգվել եւ ստուգման արդյունքում հաստատվել կամ մերժվել։ Այսինքն տատանվող է, միշտ կարող է որոշ տպավորություն թողել, որոշ դրական կամ բացասական եւ դա փոփոխության ենթարկվի։ Չի ենթարկվում փաստական ստուգման։ Դա կարծիքը։ Կարծիքը կարող է հիմնավորված լինել փաստերի վրա։ Այս դեպքում այն համարվում է փաստարկ կամ փաստ։ Տարբեր մարդիկ կարող են միևնույն փաստի հիման վրա ունենալ տարբեր, մինչև անգամ տրամագծորեն հակադիր կարծիքներ։ Ի տարբերություն փաստերի, որոնք համարվում են հաստատուն, կարծիքները կարող են փոփոխվել ելնելով լրացուցիչ փաստարկներից։ Հիմա կասեք, ես ինչ բանի ակումբ ենք եկել, չէ՞, դիվանագիտական։ Այո, սիրելներս, եթե մենք խոսում ենք հոգևոր ճշմարտությունների մասին, անշուշտ սրանց հետևում կարող են ձևավորվել որոշակի կարծիքներ, եւ այսօր պատահական չէ, որ ես սրա մասին պետք է ձեզ տեղեկացնեի, որտեղ նյութս անմիջականորեն կապ ունի սրան։ Որպեսզի ձեզ համար պարզ լինի, ուզում եմ կարդալ ձեզ համար Սուրբ գրքային հատվածը, որը ձեզ պիտի փոխանցեմ այս նյութի պարզաբանելու համար։ Մատթեոս ավետարան 16-րդ գլուխ 13-ից 16 համարներն ասում է. Եվ Հիսուսը դուրս գնաց Փիլիպպայի Կեսարիայի կողմերը, եւ իր աշակերտները հարցնում եւ ասում էր. Մարդիկ ինձ համար ով են ասում, որ մարդու որդին լինի։ Նրանք էլ ասեցին. ոմանք թե Հովանես Մկրտիչն է, իսկ մյուսները Եղիան, մյուսներն էլ Երեմիան կամ մարգարեներից մեկը։ Եվ նրանց ասեց. իսկ դուք ով եք ասում ինձ համար թե լինեմ։ Սիմոն Պետրոսը պատասխան տվեց եւ ասեց. դու ես Քրիստոսը, կենթանի Աստծու որդին։ Հիսուսի համար, Հիսուսի անձի նկատմամբ ձևավորված կարծիքների տարափ կար հասարակության մեջ։ Ամեն մեկը մտածում էր ով այդ Հիսուսը, որին այդքան կարելի է հավատալ, կամ որ այդքան ազդեցիկ մարդ է դարձել, որովհետև անգամ փարիսեցիական համակարգը, որոնք որ կրոնական համակարգ էր համարվում Իսրայելի մեջ, կրոնական համակարգը անգամ շփոթության մեջ էր։ Քաղաքական համակարգը Հերովդեսի ժամանակաշրջանում խայտառակ շփոթության մեջ էին, չգիտեին Հիսուսը, որ եկել է որպես թագավոր կմնա, հոգևոր տեսանկյունից նրան ասում են, որ
նա եկել է մոլորեցնում է բոլորին։ Որոշներն ասում են ոչ, նա լավ մարդ է, որոշներն ասում են նա խռովեցնում է մեր ազգը եւ մեզ բաժանում է, պառակտում է մեզ։ Կարծիքները տարբեր էին։ Բայց ոչ միայն այս կարծիքների համար, այլ նաև կային պատճառներ, այլ պատճառներ, արդարացի պատճառներ, որ Տեր Հիսուսը այս հարցումը ուղղում է իր աշակերտներին։ Թերևս մեզ համար այս պահին դա շատ բան չասի, բայց ուզում եմ մի քանի կարևոր բաներ ձեզ ասել։ Այս հատվածը սիրելիներ նախ եւ առաջ պատմում է նրա մասին, որ Հիսուսը իր ամենակարևոր զրույցները այնքան բան ուներ ասելու, որ ուզում է իր աշակերտներին առանձնացնի։ Գիտեք, ամենաուժեղ բաները, ամենակարևոր զրույցները տեղի չեն ունենում մեծ բեմերից։ Ամենակարևոր որոշումները, ամենակարևոր աշխարհաշրջող հայտարարությունները տեղի չեն ունենում մեծ բեմերից, դրանք տեղի են ունենում փոքր սենյակներից, անմիջական մտերմիկ հարաբերություններից։ Եթե դուք ուզում եք շատ կարևոր բան ասեք, դուք չեք կանգնելու եւ գոռակ, որովհետեւ լսողների մոտ ուրիշ տպավորություն կթողնեք։ Դուք ուզում եք շատ հանդարտ խոսեք նրանց հետ, ովքեր որ կարող են այդ իրավիճակին օգտակար լինել ձեզ։ Հիմա Հիսուսը առանձնացնում է եւ իր սրտի մեջ մի բան կա, ժամանակը քիչ է եւ ինքը պետք է հասցնի իր աշակերտներին ներկայանա, ինչպես որ իրականում նա է։ Անշուշտ այս համարի հետևում թաքնված են նաեւ մի քանի պատմական ակնարկներ, որ ես ձեզ ուզում եմ ասեմ, որտեղ Աստվածաշունչը մենք միշտապես ասում ենք, որ քրիստոնեությունը հավատք է հիմնված պատմության վրա։ Հավատք, որի հիմքում կան կենթանի պատմություններ, դարաշրջաններ, դեմքեր, դեպքեր, թագավորներ, կայսրություններ, անձիկ, թվականներ եւ այդ բոլորը իր հետ ապացուցում է Աստծո խոսքի ճշմարտացիությունը։ Եվ սա է պատճառը, որ Աստվածաշունչը համարվում է անսխալական գիրք։ Եվ այն հավատքը, որը ես եւ դու ունենք, ոչ թե կարծիքների հավատք է, այլ ճշմարտության հավատք է։ Հիշեք այսօրվա նյութի վերնագիրը։ Կարծիք թե ճշմարտություն։ Ինչ է քո կարծիքը Հիսուսի մասին։ Ինչու պետք է Հիսուսը այդ հարցումը տար եւ ինչու պետք է իր անձը դներ մի հարթության վրա, որ ժողովուրդը կարծիք հայտնեին։ Գիտեք ինչու, որովհետև կար պատմական իրադարձություններ, որոնց մասին հենց հիմա ձեզ պետք է ասեմ։ Ուրեմն սիրելիներ, առանձնացրել եմ դրանցից մի քանիսը եւ ուզում եմ դրանք ձեզ ներկայացնեմ։ 4 ընդամենը, շատ չի լինելու, շատ փաստարկներ կա, բայց թույլ տվեք պատմական տվյալներ փոխանցեմ։ Ֆիլիպեի Կեսարյան հայտնի էր որպես բազմաստվածության եւ կռապաշտության եւ լեգենդների տարածաշրջան։ Ամեն ինչ կարելի էր ստեղծել, ամեն ինչ կարելի էր խոսել, ամեն ինչի մասին կարելի էր հավատալ։ Օրինակ, սիրիական Բահալ Աստծո հին պաշտամունքի տաճարները ցրված էին այս տարածաշրջանում։ Մոտավորապես թվարկվում էր ոչ պակաս քան 14 նման տաճարներ Ֆիլիպեի Կեսարիայի անմիջական հարևանությամբ։ Եվ այս տարածքների մեջ զգացվում էր հին կրոնների եւ կռապաշտության եւ չաստվածների հոգիները եւ ազդեցությունները։ Մեկ ուրիշ բան։ Այստեղ պաշտվում էին ոչ միայն սիրիական աստվածները, այլ Ֆիլիպեի Կեսարիայի կողքին կար մի հսկայական բլուր, խորը քարանձավով, որտեղ ըստ լեգենդի ծնվել էր մեծ հույն աստված Պանը, բնության աստվածը։ Ֆիլիպեի Կեսարիան այնքան էր նույնացվում այս աստծո հետ, որ քաղաքը սկզբնական շրջանում Պանիաս կոչեցին, եւ մինչ օրս այդ վայրը կոչվում է Բանիաս։ Հունական աստվածների մասին լեգենդները հավաքվել էին Ֆիլիպեի Կեսարիայի շուրջ։ Այսինքն կոնկրետ բաներ կար, որոնց հետ պետք է սրանք համեմատվեր։ Երրորդը, բացի այդ ասվում էր, որ Հորդանան գետի ակունքը գտնվում է հենց այդ քարանձավում։ Եվ պատմաբաններն ասում են, որ սա լեռան վրա գտնվող շատ գեղեցիկ մի քարանձավ է, որի տակ կա մեծ փոս։ Քարանձավը զառիթափ է, սարսափելի խորը, լի է հանդարտ ջրով։ Եվ դրա վրա հսկայական լեռ է վերխոյանում, իսկ քարանձավի տակ բարձրանում է Հորդանան գետի ակունքները։ Այսինքն տեսնում ենք, որ այն ինչ որ սրբություն էր համարվում Իսրայելի համար, Հորդանան գետը, այն ինչ որ համարվում է նրանց համար հեղինակություն, պատմական փաստ, դուրս է եկել Ֆիլիպեի Կեսարիայից, որտեղից իբր թե իրանց բազմաստվածության եւ կռապաշտության ակունքներից։ Եվ 4-րդ փաստարկը։ Սակայն Ֆիլիպեի Կեսարիայում կար նաեւ մի հսկայական տաճար, որը Հերովդես մեծը կառուցել էր սպիտակ մարմարից աստվածային Կեսարի համար։ Հետագայում այս տաճարը վերափոխվեց Ներոյի անունով, այսինքն Ներոնի անունով, եւ հերվից կարելի էր նկատել այս մեծ սպիտակ մարմարե տաճարը։
Եվ դա համարվում էր հոգևոր կամ կրոնական եւ քաղաքական կենտրոն, հավատամքի մի ինչ-որ մի վեհություն։ Եվ պատկերացրեք, հանկարծ մի Հյուսն կանգնած է այդ բոլոր իրադարձությունների կենտրոնում, անունը Հիսուս Քրիստոս, եւ հարց է տալիս. ինչ են ասում մարդիկ ինձ համար այս բոլոր Աստված կոչվածների մեջ։ Հասկանում եք հիմա ինչի էր այդ հարցը կարևոր Հիսուսի համար։ Ես կարծում եմ, որ երբևէ մենք չենք մտածել, ինչի պիտի Հիսուսը հենց այնց ասեց, ինչ են ասում մարդիկ։ Հիսուսը մենք խաբար բզիկություն էր, հա, սովորեցնում իր աշակերտին։ Ոչ։ Հələ պատմեք, մի հատ փորփրենք, քանդենք, տենանք մեր մասին ինչ են ասում։ Որոշ մարդիկ շատ հետաքրքրված են, թե մարդիկ իրancs մասին ինչ կարծիք ունեն։ Սիրելիս, ապրիր, ինչպես որ ճիշտն է, եւ մարդկանց կարծիքներին մի հենվիր։ Հիսուսի համար կարևորը ոչ թե իր մարդկային հեղինակությունն էր, այլ նրան որպես Աստված ճանաչելու հարցն էր այստեղ։ Նրան որպես միակ հավատամքի էակ անձ ընդունելու հարցն էր այստեղ։ Բազմ աստվածությունների մեջ, աստվածների շարքում Հիսուսը եւս մեկ ինչ որ Աստված չէր կարող լինել։ Նա միակ Աստվածն է, ասենք ամեն։ Երբեք չի կարելի նայել Հիսուսին որպես ինչ որ մի կուրքերից մեկը եւ նրան դնել մեր անկյունի, եւ անկյունում գիտեք, որ մենք հայաստանցիքս այդպես ենք, չէ՞, սուրբերին անկյուն են կանգնացնում, չգիտեմ, չարություն են արել, ինչ են արել, սուրբերի անկյուն կա միշտ բոլոր տներում հիմնականում։ Սուրբերի անկյունում էս ինչի նկարնա, որ չգիտես ով է, այն ինչին է չգիտես ու հանկարծ Հիսուսի նկարն է, այսինքն բոլորը նույնն են։ Դռան վրա սխտորն է ասեղներով, այն մյուս դռան վրա սատանայի կոշիկն է, գիտեք որն է, նալը։ Բոլորը հավատում են, ամեն ինչի հավատում են։ Մեկ օր մեկին հարցնում ասում են, ինչ ես տենց ամեն ինչին հավատում, ասում մարդ ես, որ հանկարծ տեղ մեռնեմ, գնամ այնտեղ, գոնե դրանցից մեկը ճիշտ լինի, ամոթով չմնամ։ Որոշ մարդիկ մտածում են Հիսուս դրանց նմաններից մեկն է, բայց ոչ սիրելներ, բոլորը կուրքեր են եւ նրանք աստվածներ, երբեք չեն եղել, չկան եւ չեն էլ կարող լինել։ Եվ հանկարծ պատկերացրեք այդ ամբողջ այդ իրավիճակի մեջ Հիսուսը դիտավորյալ կանգնած է համաշխարհային կրոնների, դրանց պատմության, շքեղության ֆոնին եւ պահանջում է, որ իրեն իր հարցին պատասխանեն, թե ինչ են մտածում աշակերտները։ Եվ ինքը աշխարհին չի հարցնում, հարցնում է իր աշակերտներին։ Ինչ են ասում մարդիկ իմ մասին։ Դուք տեղյակ եք մարդկանց կարծիքներից։ Սիրելիս, այն Հիսուսը, որին դու հավատում ես, այն Աստվածը, որին դու Աստված ես կոչում, դա իրականում քեզ համար կարծիք է, թե ճշմարտություն։ Որոշ մարդկանց համար Հիսուսը լավ կարծիք է։ Բժիշկ է, էլ ինչ է, ասեք, փրկիչ է, էլ ինչ։ Ասեք, ինչ գիտեք։ Ինչ։ Հրաշագործ, էլ վերջ բրծավ, այսքան էր։ Մարգարեա, լավ մարդ է, չէ՞, ես ինչ է։ Բոլոր անունները ինչ որ մենք տալիս ենք, արդյոք դա բխում է մեր կարծիքներից, թե ճշմարտությունից։ Եվ այսօր ուզում եմ ձեզ կարևոր մի քանի կետ ասել, սիրելներ։ Որոշները հարցնում են, ասում են, օրինակ, ինչի դուք չեք ընտրում իսլամը։ Ինչի չեք ընտրում իսլամը, կամ ինչի օրինակ ասենք մեծ ավելի կրոններ, բաներ չեք ան ասենք, բայց իրականում ամենամեծը քրիստոնյա համայնքն է երկրի վրա։ Բայց հարցնում են օրինակի համար ինչի դուք ուրիշ կրոն չեք ընտրում։ Գիտեք ինչու, սիրելներ։ Հիմնականում այն կրոնները, որոնց առաջնորդները հայտնի անհայտներ են կամ անհայտ հայտնիներ են, այսպես ավելի թերևս ճիշտ կլինի, ձեզ համար ասեմ, օրինակ ինչու բուդդային չեն ընտրում մարդիկ։ Ինչու մենք չընտրենք բուդդային։ Գիտեք ինչու։ Որտեվ բուդդան բոլորները, որ այս անձերը, որոնք եղել են եւ մահացել են, ձեր տեղեկության համար ասեմ, բուդդան մահացել է դիզինտերիայից։ Եթե մի Աստված կարող է փորլուծությունից մահանա, ոնց կարելի է իրան հավատալ։ Կամ Մուհամեդը էպիլեպսիկ է եղել եւ մահացել է էպիլեպսիայից։ Մեկը, որ ինքը իրան բուժել չգիտի, մեկը, որ ինքը հիվանդ է, մի Աստված, որը հիվանդ է, մի առաջնորդ, որը որ հիվանդ է։ Բայց Հիսուսը մահացավ մեր հանդեպ սիրուց։ Հիսուսին ոչ մեկ չսպանեց, Հիսուսին ոչ մեկ չհիվանդացրեց, Հիսուսին սպանեց ու հիվանդացրեց միայն մեր մեղքերն ու հանցանքները։ Նա իրը չեղած մեղքերի համար խաչվեց։ Իմ եւ քո մեղքերի համար խաչվեց, առավել ասեմ։
Թերևս մենք մի պահ մտածենք, որ ասենք, լավ, Հիսուս, այդքան կարևոր է իմ կարծիքը քո համար, այո, բայց չիմանաս ինչ արե քո սիրող Հիսուսը քո համար։ Մենք քրիստոնյա ազգ կոչվելով խայտառակությունների միջով ենք անցնում, սարսափելի բաների միջով, մեկը մեկի վրա ոտք դնելով, անունը քրիստոնյա, բայց իրականում ոչ մի հոգևոր արժեքներ չհետապնդող, միայն ես, ինձ, այս գործարանն է, որ ամենալավն է աշխատում մեր մարդկային էգոյի մեջ։ Բայց ինչ ենք տեսնում։ Հիսուսը կարծիք է ուզում իմանա, ինչ են ասում մարդիկ ինձ այդ կռապաշտության ֆոնի վրա։ Արդյոք այսքան արածս ոչ մի բան։ Եկեք ասենք, ինչ արեց Հիսուսը։ Կույրին բժշկեց եւ տեսողություն տվեց։ Ամեն։ Համրին խոսել տվեց։ Դիվահարին, որը որ առավոտից գիշեր գերեզմաններում էր եւ վնասում էր ճամփով անցնող դարձողներին, հարձակվում էր մարդկանց վրա կենթանու պես, Հիսուսը ինչ արեց, նրան ազատ արձակեց։ Հիսուսը մեռելին հարություն տվեց եւ ոչ մի անգամ։ Գերեզմաններ բացեց, Հիսուսը այնպիսի հրաշքներ ու զորություններ շարժեց, մարդիկ, որոնք երկար տարիներ հիվանդությունների ու ցավերի մեջ են, Հիսուսն իրանց բժշկեց։ Այդ ամեն ինչ արեց, Հիսուսը հաց կերցրեց մարդկանց, ոչ մի բանից, 5 հաց 2 ձկից Հիսուսը 2 անգամ հրաշք արեց եւ 13000 հոգի մոտավորապես, այդտեղ գրված է 5000, բայց գիտեք, ես ասել եմ ձեզ 5000 ինչու է գրված, տղամարդկանց թիվն է այնտեղ, զորքի թիվը։ Կանանց եւ երեխեքին չհաշված։ Հիսուսը այս ամեն ինչը արեց եւ հարց է տալի. դուք ինչ կարծիք ունեք իմ մասին։ Ինձանից առաջ ինչ որ մեկը սենց բան արել է, թե չի արել։ Ինչ կարծիք ունեք։ Արել է ինչ որ մեկը։ Ոչ։ Միանշանակ ոչ։ Ուրիշ մեկը ձեր համար ձեր տառապանքն ու ցավը վերցրել է։ Ոչ։ Ուրիշ մեկը երբևէ ձեզ հայտնվել է Բուդդան, մյուսը այն ինչը ձեզ հայտնվել է, որ ձեզ օգնի ինչ որ մի դժվարության մեջ։ Ոչ։ Ոչ ոք ոչ մի բանով չի կարողացել անել, բայց միայն այն ճշմարիտ Աստվածը, այն Աստծո կենթանի որդին, որի անունն է Հիսուս Քրիստոս։ Նա է ամեն ինչ արել։ Հիմա մեր եզրակացությունների, մեր ներսի հաշվարկների մեջ կարծիք է մնում Հիսուսը, թե դառնում է ճշմարտություն։ Ես ուրախ եմ, եթե այդ ճշմարտություն բառը իսկապես այդպես է։ Որոշները սկսեցին անուններ տալ։ Հովանես Մկրտիչն ես, այդպես է ասում Աստծո խոսքը։ Որոշները կարծում են, որ դու Հովանես Մկրտիչն ես։ Ինչու՞, որովհետև շատ կտրուկ էր, անզիջուն էր, ամեն ինչ ասում էր շատ ուղիղ, ինչպես որ կա Աստծո թագավորությունը հասած է ձեր վրա, եթե չապաշխարեք ամենքդ պիտի կորսվեք, չէ՞։ Եթե մեկը ինձ չունի, ուրեմն կյանքը չունի, ով որ ինձ հավատում է, ինքը կյանք ունի հավիտենական, այսինքն Հիսուսը կոնկրետ խոսում էր այն բաների մասին առանց զիջելու, ինչը անում էր Հովանես Մկրտիչը իրենից առաջ։ Ասում են, ես հաստատ Հովանես Մկրտիչն է հարություն առել, ուրիշ մարմնի մեջ է մտել։ Մյուսները ինչ էին ասում իր համար։ Մյուսներն ասում են, որ նա Եղիան է։ Եղիան, մարգարեն, սա հոգևոր հեղինակություն է, հոգևոր իշխանության հեղինակություն, որ տարածված էր ժողովրդի մեջ, որովհետև այդպես էր հին ժամանակներից, օրինակ Մաղաքիա մարգարեության խոսքերից կարող է լինել 4-5, եթե չսխալվեմ, որ Եղիան կգա Տիրոջ երեսի առջևից։ Եվ նրանք մտածում են, որ հələ Եղիան է էսի, հələ սրանից հետո նոր Հիսուսը պետք է գա։ Դրա համար այսօր հрьяաները դեռևս շատերը հիմնականում սպասում են, որ դեռևս Մեսիան պետք է գա։ Մեսիան եկել գնացել է, երկրորդ անգամ է գալու, բայց այս անգամ ոչ թե փրկելու, այլ դատապարտելու։ Բոլոր նրանց, ովքեր չհավատացին իրեն։ Ուրիշներն ասում էին, որ Հիսուսը ով է, Երեմիան է, մարգարե, հեղինակավոր մարգարեներից մեկը, ում մասին շատ խոսքեր է գրված, որ Երեմիան խոսում էր Իսրայելի մասին, Երուսաղեմի մասին, նրա լացերը, նրա ողբերը, նրա սրտի ցավ, ասում են, էսի դրան նման է, հաստատ ուրեմն Երեմիան է էս։ Եվ գիտեք, մարդկանց կարծիքը լսելուց հետո Հիսուս տալիս է ամենակարևոր հարցը, թերևս այսօր ես այդ հարցը ուղեմ նաև ինձ ու քեզ։ Եվ Հիսուսը հարց է տալիս. իսկ դուք լավ, մարդիկ կարող են ազդել քո վրա, քո գաղափարախոսության վրա կարող են ազդել, հավատամքիդ վրա կարող են ազդել, քո տրամադրության վրա կարող են ազդել, շփոթեցնել, խաբել, վերջապես ամեն բան կարող են անել։ Իսկ դու ինչ կարծիք ես Հիսուսի մասին։ Հիսուս երբ որ այս հարցը տվեց, դուք գիտեք, Պետրոսը, Աստծո խոսքն ասում է, որ Պետրոսը մի հայտարարություն է անում։ Գիտեք, իրականում մի անուն է տալիս
Կարծես թե Պետրոսի Աստծո ներկայությունը իջնում է Պետրոսի վրա, հայտնություն է բացում իր համար։ Գիտեք, Հիսուսին քանի անուններ է տրված Աստվածաշնչում, 198 անուն։ Մեկ մարդու մասին խոսում են 198 բնութագրությամբ։ Դուք պատկերացնում եք ինչպիսի հարուստ կենսագրական է ինքը հոգևոր աշխարհում թողնում Հիսուսը, որ նրան չտեսած 198 որակավորում են տալիս։ Եվ Պետրոսը 198 անունների միջից ոչ թե կարծում է, որ իր անունը ինչ որ բան է, այլ ասում է դու ես Քրիստոսը, կենդանի Աստծո որդին, եւ սա կարծիք չէ, սա բացարձակ ճշմարտություն է։ Պետրոսն էլ է զարմանում, այ քեզ բան։ Ոնց 198 անունների միջից մի հատ անուն ասեցի ու Հիսուսն ինչ ասում ինձ։ Հիսուսը հիմա քիչ հետո սրա մասին կասեմ, Հիսուսը նայում է Պետրոսին, Պետրոսը ապշած, դու ես Քրիստոսը, կենդանի Աստծո որդին։ Ես մտածում եմ, որ Պետրոսի մեջ մի հայտնություն է գալիս, որը ոչ թե կարծիք է, այլ ինքը հավատամքի սկզբնաղբյուրն է, պատճառն է։ Այդտեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։ Այդտեղ երկրորդ միտք լինել չի կարող։ Դա չի ենթարկվում որևէ քննարկման, որևէ փաստարկների աչուձախ անելու, դա ասում է բացարձակ եւ կատարյալ ճշմարտության հոգով։ Ոչ ոք չի կարող հերքել, որ Հիսուսն է Քրիստոսը, կենդանի Աստծո որդին։ Քրիստոս, որ բառացի կամ թարգմանաբար ավելի ճիշտ նշանակում է օծյալ, նա, որին Աստված օծեց եւ ուղարկեց։ Մենք երբ որ կարդում ենք Եսայի մարգարեության գիրքը, ինչ է ասում, Տիրոջ հոգին ինձ վրա է, որովհետեւ Տերը ինձ օծել է եւ ինձ ուղարկել է աղքատներին ավետից տալու, կոտրած սրտեր ունեցողներին բժշկելու, գերիներին ազատություն տալու, կույրերին տեսություն տալու։ Եվ պատմում է, թե ինչպիսի բաներ, անգամ նրանք, ովքեր շղթաների մեջ են, մահվան կապանքների մեջ են, նրանց արձակելու, Տիրոջ ընդունելի տարին հռչակելու, նրանց մոխիրի, նրանց լացերի տեղ, նրանց արցունքների տեղ փառք եւ ուրախություն վերադարձնել նրանց։ Տեսնում ենք, որ նա այդ օծյալն է, հենց բուն ինքը Քրիստոսը։ Ուրեմն սիրելիներս, որքան կարևոր է, որ մենք այս հավատքի մեջ այս հատվածի մեջ իմանանք, որ Հիսուսը սովորացնում է մեզ, որ մենք ոչ թե հենվենք ուրիշների կարծիքի վրա, այլ մեր մեջ մի հատ հասկանանք, եւ որ ասում են մի հատ բանի եզրակացության գանք, վերջապես ով է այդ Հիսուսը ինձ համար։ Եթե ձեզ որևէ մեկը Հիսուսի մասին մի բան ասի, եւ եթե դուք չեք կարդացել կամ եթե դուք անձնապես հարաբերությունը չեք ունեցել Հիսուսի հետ, դուք չեք կարող իմանալ նրանք ճիշտ են պատմում Հիսուսի մասին թե ոչ։ Ես հանդիպել եմ կյանքումս շատ մարդկանց, շատ շատերին եմ հանդիպել, եւ նրանց ուղղել եմ այս հարցը. ինչի չեք ապաշխարում։ Չենք ուզում, դե ես իմ հլը ժամանակը չի, ես չի ինչի, եւ ես շատ անգամ այս նույն ձայնը Սուրբ Հոգուց լսել եմ իմ մեջ։ Ինձ սխալ են ներկայացրել այդ մարդուն։ Իմ մասին սխալ բան են պատմել, այդ մարդու սիրտը կոտրվել է։ Այդ մարդը չի հավատում ինձ ինչպիսին եմ ես իրականում, այդ մարդը հավատում է ինչպես են ինձ ներկայացրել։ Սիրելիս, ինչպես են Հիսուսին ներկայացրել, դու ինչպես կներկայացնես, դու ինչ կարծիք կձևավորես մարդկանց մեջ, ինչպիսին Հիսուս դու կփոխանցես քո երեխեքին, ինչպիսի Հիսուս դու կփոխանցես քո շրջապատին, մարդիկ քո պատմած Հիսուսին կվերապրեն, թե ուղակի կծափահարեն ու կգնան առանց որևէ բան տանելու իրանց հետ։ Ես կարծում եմ եւ չեմ կարծում, թույլ տվեք ասեմ, այստեղ արդեն կարծիքս եմ հանում։ 100 առ 100 վստահեցնում եմ ձեզ, որ Հիսուսը չի ուզում, որ ես ու դու ապրենք կարծիքներին հենվելով, նա ուզում է մենք ապրենք փոխհարաբերությամբ, նա ուզում է անձնական հանդիպում ունենանք, նա ուզում է, որ մենք աճենք եւ զարգանանք եւ զորանանք անմիջական փոխհարաբերության շնորհիվ, որովհետեւ Հիսուսը կենդանի է, ողջ է, նա այստեղ ներկա է իր խոսքի համաձայն, որտեղ 2-3 հոգի կհավաքվեն իմ անունով, ես այնտեղ եմ նրանց մեջ։ Ես սիրում եմ այդ Հիսուսին։ Հիշում եք, երբ որ Պիղատոսը կանգնած էր իր փառքի մեջ, գիտեք ով էր կայսրը, ինքը կայսրն էր, եւ Պիղատոսը Հիսուսին բերեցին իր մոտ, եւ Պիղատոսը մի հարց է տալիս իրան։ Ասում է. դու ես Քրիստոսը։ Հիշում եք, չէ՞ այդ մասը Սուրբ գրքի։ Դու ես Քրիստոսը Աստծո որդին։ Հարց է տալիս։
Հիսուսին։ Եվ Հիսուսն իրան ինչ է այդ իր հարցին, սա հրեական ձևն է, հարցին հարցով է պատասխանում։ Ինչ ասում իրան, Հիսուսը նրան պատասխանում է եւ ասում. դու քեզանից ես ասում այդ, թե ուրիշները ասեցին քեզ իմ համար։ Դա քո կարծիքն է, որ ես Աստծո որդի եմ, թե դու գիտես, որ ես Աստծո որդի եմ։ Պիղատոսը չի ընդունում, որ Հիսուսը կենդանի Աստծո որդին է։ Հարց է տալիս եւ Հիսուսը եթե բավարարված լիներ այդ պատասխանով, ինքը այս հարցը չէր տա։ Բայց որpիսի Պիղատոսի միտքը արթնանա, որ դու կայսր ես, դու չես կարող անարդար դատել ուրիշի ազդեցության տակ ընկնել եւ դու ես որոշում քո երկրի մեջ ինչ լինի, այսօր որոշի Հիսուսը քո համար ով կլինի։ Թե պատրաստ ես նորից ընկնես ուրիշների կարծիքների գիրկը։ Երբ որ Պիղատոսի այս խոսքը մենք տեսնում ենք, ճիշտ կարծես վերադառնալով Հիսուսի խոսքին տեսնում ենք Մատթեոս 16:17-ում Հիսուսը ինչ ասում Պետրոսին։ Եվ Հիսուսը պատասխան տվեց եւ ասեց նրան. Երանի քեզ Սիմոն Հովնանի որդի, որովհետև մարմինը եւ արյունը չհայտնեցին քեզ, բայց իմ հայրը, որ երկնքում է։ Մարմնի եւ արյան, այսինքն մարդկային տրամաբանության արդյունքում չի կարող Աստծո որդու հայտնություն տեղի ունենալ։ Դա բացառապես կարող է լինել Աստծո Հոր Սուրբ Հոգու հիանալի ազդեցությամբ։ Ոչ ոք չի կարող Աստծուն հայր կոչել, Աստվածաշունչն ասում է, եթե ոչ Սուրբ Հոգիով։ Ինչու, որովհետև Սուրբ Հոգու միջոցով հաղորդակից լինել Աստծուն, սա բերում է մեզ ոչ միայն պարզապես խոստովանության, այլ խորը գիտակցության, որ նա իմ հայրն է։ Աստված իմ ու քո հայրն է։ Աստված քո պապան է, անկախ նրանից քո ֆիզիկական պապան ով է եղել, դա երկրորդն է, դա այն ինչ որ էս մարմինն է մեզ ասում։ Կարևորը ով է նա, ով է այն Աստվածը, որ ուզեց, որ դու լինես, որ քեզ իր պատկերով ու նմանությամբ ստեղծեց։ Նա իմ եւ քո հայրն է։ Եվ Հիսուսը ինչ ասում Պետրոսին, երանի քեզ Պետրոս, որովհետև մարմնի ու արյունի խորհուրդ չէր սա հայրը ասեց քեզ։ Ես կարծում եմ Պետրոսը մի պահ կարող էր թե ճնշվել եւ թե մի պահ ասել, այ քեզ հրաշք, փաստորեն սենց բան էլ կարող է լինի, որ ես մի հատ հավիտենական հայտնություն իմ միջից դուրս գա։ Այո, կարող է։ Սիրելիս, երբ որ դու լցված ես Աստծո հոգով, երբ որ Սուրբ Հոգին առաջնորդում է քեզ, քո միջից այնց հայտնություններ կարող է գալ, որ ուրիշները դրանով կարողանան օրհնվեն։ Ամեն։ Եվ ես օրհնված եմ այս խոսքով, ինչ որ Պետրոսը միամտաբար թե հասկանալով ասեց, բայց ասեց, որ դու ես Քրիստոս կենդանի Աստծո որդին, Հիսուսն ասեց. երանի քեզ, եթե դու գիտակցում ես, երանի քեզ, եթե դու ճանաչում ես, որ Հիսուս Քրիստոսը Աստծո որդին է։ Եվ այդ Հիսուսը ոչ թե կարծիք է քո համար, այլ նա անձա, իրական, ողջ, կենդանի, որ այսօր քեզ հետ խոսում է, որ այսօր դու կարող ես միտք առնել իրանից, կարող ես առաջնորդություն առնել եւ այն ամեն ինչ որ պետք է քեզ կենդանի Աստծո հետ ապրելու համար։ Գաղատացիներին ուղված թղթի մեջ Պողոս առաքյալ այսպիսի խոսք է ասում, սիրելիներս, իմացնում եմ ձեզ եղբայրներ, այն ավետարանը, որ ինձանից ավետարանվեց, որ նա մարդից չէ, որովհետև ես էլ ոչ մարդից առա նրան, եւ ոչ էլ սովորեցի, այլ Հիսուս Քրիստոսի հայտնությունով։ Որովհետև դուք իմ վարքը լսել եք, որ մի ժամանակ հրեության մեջ էի, որ չափից դուրս հալածում էի Աստծո եկեղեցին, կործանում էի նրան, եւ հրեության մեջ հասակակիցների շատերից առաջադեմ էի իմ ազգի մեջ, ավելի նախանձավոր լինելով իմ հայրենական ավանդությունների համար, բայց երբ որ բարեհաճեց Աստված, որի մոր որովայնից ինձ որոշել է եւ իր շնորհքով կանչել է, որ իր որդին ինձանով հայտնի, որ նրան հեթանոսների մեջ ավետարանեմ, այն ժամանակ իսկույն մարմնի եւ արյունի հետ խորհուրդ չարեցի։ Մեկ այլ կերպ, եթե ես փորձեմ մարմնին եւ արյունին հարցնեմ, ինձ կշփոթեցնեն։ Մարմինը եւ արյունն ասում է, բայց չես տեսե, ո՞նց ես հավատում։ Աշխարհն ասում, քանի չես տեսե մի հավատա։ Աստծո խոսքն ինչ ասում, Հիսուսն ասեց, երանի նրան, որ չի տեսել ու կհավատա։ Շլավա չէ։ Գիտեք, տեսնելը հավատքի արդյունք է։ Տեսնելը հավատքի արդյունք է։
Եվ եթե անգամ մենք սովորական բիզնեսի համար մենք սկզբից տեսնում ենք, հետո հավատում ենք այդ արդյունքին եւ հետո ենք ներդրում անում, նույնպես կարելի է ասել, որ դա հավատքի ինչ-որ մի նշույլ է, որ օրինակ է վերցված հոգեվոր իրականությունից։ Քո հոգեվոր բիզնեսը կներեք, շատ ներողություն եմ խնդրում, բառը ճիշտ հասկացեք։ Ես սխալ եմ գործածում, բայց դուք ճիշտ հասկացեք։ Քո հոգեվոր բիզնեսը սկսում է սրանից. ես հավատում եմ իրան, ես հավատում եմ իմ հաջողության։ Գիտեք որն է իմ հաջողությունը? Վերադարձ Հիսուսի գիրկը։ Ես հավատում եմ, որ նա կա, եւ դրանից ելնելով այսօր ներդրում եմ անում իմ կյանքը նրան ընծայելու, որտեվ գիտեմ այդ բիզնեսը բոլոր ժամանակների հաջողված բիզնեսն է, բոլոր ժամանակների։ Ուրեմն սիրելիներ, մենք պետք է ճանաչենք Հիսուսին անձնապես։ 100,000 կարծիք լսես, 100,000-ն էլ տարբեր կարող են լինել։ Ինձ շատերն են փորձել Հիսուսի մասին տարբեր ձևով նկարագրել։ Ես տենց Հիսուս չեմ ճանաչում։ Ես ուրիշ Հիսուս եմ ճանաչում։ Թույլ տվեք մի փոքր մաս ասեմ եւ վերջացնում եմ սրանով։ Ինչպիսի Հիսուս են այսօր ուզում մարդիկ։ Գիտեք ինչպիսի Հիսուս, որ երբեք քեզ չասի, որ դու մեղավոր ես։ Այնպիսի Հիսուս են ուզում այսօր մարդիկ, որ չասի ապաշխարի, մեղքերդ թող։ Այնպիսի Հիսուս են ուզում մարդիկ, որ ամեն ինչ Հիսուսը անի իրանց համար, բայց իրանք ոչինչ չանեն Հիսուսի համար։ Այնպիսի Հիսուս են ուզում մարդիկ, որը երկինք կտանի մարդկանց առանց ապաշխարության, փրկության, առանց դժվարություններից անցնելու, առանց այնպիսի Հիսուս են ուզում, որ կարծես ջին են ուզում իրանց համար, կամակատար Հիսուս են ուզում, որ այդ Հիսուսն իրանց համար պատրաստ լինի ամեն ինչ անելու, ամենադժվար վիճակի մեջ, բականչեցի ինչի չփրկեց, բայց իրան աղոթեցի ինչի պատասխան չտվեց, բայց ես արեցի, այն արեցի։ Սիրելի քույրս, եղբայրս, խնդրում եմ ինձ ուշադիր եղիր, ինձ հետ եք, չէ՞։ Ուշադիր եղիր ինձ։ Եթե մարդիկ Հիսուսի համար ժամանակ չունեն, մի օր էլ Հիսուսը իրանց համար ժամանակ չի ունենա։ Որովհետև փոխհարաբերությունը ստեղծվում է երկկողմանի եւ չի կարող միակողմանի փոխհարաբերություն լինի, դա կլինի ընդամենը երազանք, դա կլինի ընդամենը փափագ, որ ինչ որ իր սիրելիին հանդիպի, բայց նրանից չսիրվի կամ սեր չփոխանցի։ Դա նորմալ չի, սիրելիներ։ Դրա համար թույլ տվեք այս ճշմարտությունները հասցնեմ ձեր սրտին։ Ինչ Հիսուս ես ուզում դու։ Հիսուսի համար ինչ կարծիք ունես։ Արդյոք այդ կարծիքդ բխում է միայն կարծիքից, թե այդ կարծիքդ հենված է քո իմացած եւ հավատքի ճշմարտության վրա։ Քրիստոնեության մասին իմանալը ուրիշ բան է, Քրիստոսին ճանաչելը ուրիշ բան։ Երկրորդ Պետրոս 1:16 համարն այսպես է ասում. որովհետև մենք ոչ թե վարպետությամբ հնարված առասպելների հետևելով ցույց տվեցինք ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի զորությունն եւ գալուստը, այլ ականատես լինելով նրա մեծափառությանը։ Ականատես լինելով։ Ես ապրել եմ Հիսուսի հետ։ Ինքը իմ հետ խոսել է։ Վերջերս ես պատմել եմ մի հրեայի հետ հանդիպեցի, ով ինձ համոզում էր, որ Հիսուսը իրականություն չի, Հիսուսը մի մարդ է, որ եկել գնացել է, պարզապես լավ մարդ է եղել եւ հրեական կարծիքը իր մասին ոչինչ է։ Ուղղակի լավ մարդու տպավորություն է միայն թողել։ Եվ ես երբ որ հարցումներ տվեց իրան, միանշանակ ինքը փորձեց խուսափել, շրջանցել, մեկնաբանել տարբեր կերպերով, բայց որևէ կերպ չկարողացավ հասկացնել ինձ իրականում այդ իր ասածը ճիշտ էր թե ոչ։ Ես շատ լավ գիտեմ, որ սատանայի նպատակն է մարդու մեջ կասկածներ դնի, որ չհավատան Հիսուսին։ Ինչու՞, որովհետև կասկածամտությունը ճշմարտության նկատմամբ ծնում է նոր կարծիքներ։ Երբ որ Աստված խոսեց Ադամի ու Եվայի հետ դրախտի մեջ, Եվան երբ որ գնաց խոսեց օձի հետ, Աստծո խոսակցությունը, զրույցը գնաց կասկածի տակ, եւ հենց այդպես հարցականով էլ սատանան ասեց. «Իրավ Աստված այդպես ասել ձեզ»։ Հələ մի հատ մտածի, ճիշտ է, տենց այլ է։ Կինը սկսեց կարծիքների մեջ ընկնել։ Զգում եք, երբ որ ճշմարտությունից հեռանում են, կարծիքները շատանում են։ Եվ այստեղ ասում է, որ մենք ոչ թե առասպելների հետևելով են գնացել, ինչ որ մի բանի մասին ենք ձեզ խոսել, որ ուրիշների պատմածն է, այլ ականատես ենք եղել։ Մենք ներկա ենք եղել Քրիստոսի արած գործին։ Դու ներկա ես եղել Հիսուսի արած գործին։ Դու վկանես Հիսուսի արած գործերի։ Քո ունեցածը ուղակի կարծիք է, թե դա ճշմարտություն է անխախտելի։ Հալելույա։ Վերջին համարը եւ վերջացնում եմ։ Եփեսացիների 4:13-16 համարն ասում է.
մինչև որ ամենքս հասնենք հավատքի եւ Աստծո որդի ճանաչելու միությանը եւ կատարյալ մարդ լինենք Քրիստոսի կատարյալ հասակի չափով, որ այլևս երեխա չլինենք տատանված եւ երերված վարդապետության ամեն քամիից մարդկանց խաբեությունով, որոնք մոլորեցնում են խաբեության խորամանկությունով, բայց ճշմարիտ լինելով սիրո մեջ աճենք նրանում ամեն բանով, որ է գլուխը Քրիստոսը, որից բոլոր մարմինը միասին կազմվելով եւ միասին հարմարվելով ամեն հոդվածի ձեռնավորությամբ ամեն մեկ անդամի ներգործության չափով մարմնին աճելը գործվում է իր անձը սիրելով շինվելու համար։ Ասում է, որ մենք կարիք ունենք աճենք, որովհետև կարծիքը չի աճում։ Կարծիքը մնում է կարծիք։ Հարաբերությունից ճշմարտությունն է սկսում ավելանալ։ Երբ որ դու այստեղ խոսք ասում ես, որ բոլորս հասնենք, այսինքն մի ճանապարհ ենք ընկել, որ հələ չենք հասել, եւ դրա համար մեզ երկար ժամանակ է պետք։ Մեզ պետք է հարատևություն։ Սիրելիս, մի մտածիր, որ դու հենց այսօր Հիսուսի մասին ամեն ինչ կիմանաս։ Ես 30 տարուց ավել է Հիսուսին հետևում եմ, չեմ հասկանում իրան, չեմ կարող ճանաչեմ իրան։ Ես ոնց կկարողանամ օվկիանոսը ճանաչել, եթե ընդամենը ափի մեջ ոտքերս եմ չոփչոփացնում։ Ոնց կկարողանամ մի բաժակ ջուրը վերցնել եւ մեկնաբանել, թե ինչքան կենթանական աշխարհ կա նրա մեջ։ Չեմ կարող։ Մինչև չսուզվեմ, մինչև չգնամ հատակը, մինչև չտեսնեմ, մինչև Աստծո խորությունները չբացվի ինձ համար, ոչ մեկ չի կարող հասկանալ իրականում ով է Հիսուսը եւ ինչ է արել։ Անցյալ անգամ ես սրա մասին ասեցի, մենք դժվարանում ենք հավատալ Աստծո խոսքին։ Շատ ենք դժվարանում։ Գիտեք, մի առիթով հենց սա էի ուզում ձեզ հիշեցնեմ, մի առիթով մեկին ասեցի, մենք սատանայից ավելի վատ հավատացյալներ ենք, որտեղ սատանան ամեն ինչին հավատում է կատարյալ ճշմարտությամբ։ Նա շատ լավ գիտի ինչի համար է ինքը պայքարում, որ մարդկանց դժոխք տանի, որտեղ 100%-ով համոզված է, որ այն Աստվածը, որ սիրո Աստված է, ուզում է մարդկանց կյանքերը փոխի տանի երկինք։ Այդ դրա համար ինքը մեզ թշնամի է։ Այդ դրա համար սատանան մեզ կողոպտողն է։ Այդ դրա համար ամեն ինչ անում է, որպեսզի քեզ Աստծո ընտանիքից կտրի, ժամանակդ գողանա, միջոցներդ գողանա, լիքը պատճառ բերի, կարծիքներով լցնի քեզ, դե չի լինի, չեմ կարող, չեմ հասնում, չի լինում, ինչքան ուզում եք, այս ռեպը կարդացեք, սիրելիներ, ոչինչ չի դառնա իրականություն։ Հիսուսը, եթե քեզ համար, ինձ համար իրականություն է, նրա ներկայությունը սիրելի է։ Եվ վստահ եմ, որ այստեղ դուք սիրում եք Աստծո ներկայությունը եւ ոչ միայն այս պատերի ներսում, այլ նաեւ ձեր կյանքի մեջ, ձեր առօրյայի մեջ։ Լավագույնը կարող ենք անել Տիրոջը նվիրական կյանք ապրելու համար։ Ամբողջացնում եմ սիրելիներ սրանով։ Ուզում եմ, որ պաշտամունքի խումբը բարձրանա վերև։ Այսօրվա քո ճանաչած Հիսուսը բավարարում է քեզ, թե չէ։ Մի պատասխանեք, խնդրում եմ։ Գիտեմ, կարծիքներ կարող են լինել, կարող են մոտեցումները տարբեր լինել, բայց այն Հիսուսը, որին որ դու ճանաչում ես, այդքանն է ու վերջ։ Ես մի ճշմարտություն գիտեմ։ Ես ոչ մի բան չգիտեմ։ Եթե շատը գիտեի, կամ եթե շատը իրականում, եթե չէ, թույլ տվեք ավելի ուղիղ ասեմ, շատը իրականում կա, եթե ես այդ եթեով ինչ որ մի փոքր մաս ճանաչել եմ, ես ուզում եմ դրանով բաժնեկցեմ քեզ հետ, որ դու էլ քո սրտի մեջ կարողանաս կպնես Հիսուսին, որ նրա հայտնությունները սկսեն տեղալ քո կյանքի մեջ։ Լավ, գնաս մի հատ փորձես իրան, ասես, Տեր, այսքան լսում եմ քո մասին, մի հատ հայտնվի ինձ։ Մի հատ խոսի ինձ հետ։ Հայտնի ինձ քո անձը, Տեր։ Հիսուսը երբ որ աղոթում էր, եւ գիտեք ինչ էր ասում։ Ասում էր, Հայր, ինչպես ես քո մեջ եւ դու իմ մեջ մենք մեկ ենք, այնպես էլ աղոթում եմ, որ իրանք մեր մեջ եւ մենք իրանց մեջ մեկ լինենք։ Մեկ այլ դրվագում Հիսուս այսպիսի խոսք ասում. ոչ ոք չի ճանաչում որդուն, բայց միայն հայրը, եւ ոչ ոք չի ճանաչում հորը, բայց միայն որդին, եւ որին որ նա կուզի հայտնի։ Նա ուզում է հայտնի իրան քեզ։ Այս շաբաթը վերցրու քո համար եւ ամեն ինչի մեջ, ամեն ինչ, ուղղակի կարող ես քեզ համար դիսցիպլին դնել եւ ասել, ես այս շաբաթվա մեջ ամեն օր կասեմ Տեր հայտնվիր ինձ։ Եվ կսպասեմ, որ նա ցույց տա իր փառքը։ Կսպասեմ, որ նա հայտնվի ինձ, որպեսզի ես իմանամ, թե իրականում այդ Հիսուսը ով է, որին բոլոր 1000-ից 1000 կարծիքները վերափոխվեն մեկ ճշմարտության։
որ Հիսուսն է Քրիստոսը, կենթանի Աստծո որդին։ Ես եւ դուք բոլորս միասին իրան կճանաչենք հավիտենականության մեջ։ Ստեղ երկրի վրա չենք կարող Հիսուսին ամբողջական ճանաչել։ Եկեք խոնարհենք մեր գլուխները եւ մեր սիրտը պատրաստենք Աստծո ներկայության մեջ։ Տեր, ով ես դու ինձ համար։ Ով ես դու, երբ որ ես նեղության մեջ եմ, քեզ կանչեմ, դժվարության մեջ եմ, նայ անվանել կգա։ Բայց դու իմ հոգու փրկիչն ես։ Դու իմ հոգու շտապօգնությունն ես։ Եվ ոչ միայն հոգուս, այլ նաև մարմնիս եւ շնչիս շտապօգնությունն ես։ Քույրս, եղբայրս, չգիտեմ դու ինչով ես անցնում։ Եթե մտածում ես Հիսուսը հեռվում կանգնած է, ուղղակի դու էլ տանջվում ես այդտեղ եւ տեղյակ չի քեզնից, սխալվում ես։ Հիսուսը նավի մեջ էր աշակերտների հետ, բայց ոչ մեկ Հիսուսին բանի տեղ չէր դնում։ Հաջողությունը քանի կա Հիսուսին ոչ մեկ բանի տեղ չի դնում։ Իրանք շատ լավ էին զգում, փորձառու նավաստիներ էին, ձկնորսներ էին։ Հիսուսը մի կողմ գնացել էր, հանգստանում էր, ասում էր սրանք իմ կարիքը չունեն, ինձ ոչ մեկ չի կանչում։ Պատկերացրեք, դա այն ժամանակահատվածն է, որ ոչ մեկ Հիսուսին չի կանչում։ Հիսուսն էլ որևէ մեկին անկոչ հյուրը չի, որ գնա դուռը բացի, ասի բարև ձեզ, ես եկել եմ։ Դու իրան պետք է կանչես։ Տեր, հայտնիր ինձ քո անձը։ Ընտանեկան խնդիր ունես, անձնական խնդիր ունես, հավատքիդ խնդիր ունես, ֆինանսիդ խնդիր ունես, պրոբլեմները շատանում են, գնալով անհայտությունները մեծանում են, նրան կանչի, Հիսուսին կանչի։ Հիսուսին կանչի, որովհետև Հիսուսը կարող է։ Նա կգա փոթորիկների միջից, նա կգա խավարի միջից, նա կգա այնպիսի լուսավորություն կտա, որ քո բոլոր խավարը, բոլոր այն թանձր վիճակը կարող է Տերը ցրել եւ լուսավորել։ Որ ոչ թե Հիսուսը մնա քո գաղափարի մեջ ուղակի քո գիտության մի անկյունում, այլ նա լինի շարունակական մասնակիցը քո կյանքի, քո հոգևոր գործունեության։ Եկեք մեր սրտերը բաց Տիրոջ ասենք, Տեր, հայտնիր ինձ քո անձը, խոսիր ինձ, Տեր, ով ես դու, եկ փոխիր իմ կյանքը, խառնվիր իմ կենցաղին, խառնվիր իմ պրոբլեմին, արի իմ հարցերի մեջ, իմ տկարության մեջ արի, Տեր, իմ հրաշքի համար եմ կանչում քեզ, որ գաս, իմ վերականգնման համար եմ կանչում, Տեր, քո հզոր ձեռքն եմ ուզում, որ գա եւ փրկություն թող լինի, Տեր։ Շնորհակալություն քեզ, Տեր, որ դու կաս։ Երկրպագում ենք քեզ։ Հալելույա։ Տերն ես դու սրտից, Այո Հիսուս, եւ հույսը կյանքից, առանց քեզ Հիսուս, առանց քեզ Հիսուս, մութ այս կյանքում, մութ է այս կյանքում, քեզ եմ ես բերում, հառաչանքը իմ, աղոթքով խնդրում, տարածենք մեր ձեռքերը միասին ասենք, Քեզանից բացի ոչ մեկի չունեմ, դու ես Տեր սրտից և Տերն ես իմ հոգում, առանց քեզ Հիսուս, առանց քեզ Հիսուս, մութ է այս կյանքում, Տերն ես դու սրտիս, նորից ասենք, Տերն ես դու սրտիս, լույսը կյանքիս, սիրում եմ Հիսուս քեզ, կյանքից ես առավել, քեզ համար են հոգուս երկերը, միայն քեզ եմ նվիրում,
Շնորհակալություն քեզ, որ այս հիանալի խոսքերդ մեզ կյանք են տալիս։ Շնորհակալ եմ Տեր, որ մեր ամբողջ ներսի եզրակացությունները մեկ կետի վրա են կենտրոնանում։ Մեր բոլոր կարծիքները վերանում են եւ հավատքն է բարձրանում միակ ճշմարտության վրա, որ Հիսուս Քրիստոսն է կենթանի Աստծո որդին, եւ սա բոլոր դարերի մեջ նույն ճշմարտությունն է, որին հավատացել են, հավատում ենք եւ դեռ պիտի հավատան։ Շնորհակալություն քեզ։ Տեր, ես աղոթում եմ, ինչպես իմ սիրելիները աղոթեցին, ինչպես իրանք հավատացին, թող որ այս շաբաթվա մեջ եւ ամբողջ իրենց կյանքի օրերի մեջ թող որ հայտնվի քո Աստծո որդի լինելը, թող որ Տեր քո հրաշագործ ձեռքերը գան իրենց կյանքի մեջ, քո զավակներին բժշկելու, օրհնելու, առաջնորդելու, համոզելու եւ հավիտենական կյանքի մեջ առաջնորդելու։ Տեր, եթե կան այստեղ մարդիկ, որոնք իրենց սրտի մեջ դեռևս որոշում չունեին, որ դու լինես իրանց Տերը եւ Փրկիչը, ես աղոթում եմ, թող այդ խոսքերը հիմա ծնվեն իրանց սրտում։ Թող ամեն մարդ դավանի եւ խոստովանի, Հիսուս, դու ես իմ Տերը, դու ես իմ Փրկիչը, դու ես իմ Աստվածը։ Տեր, ես աղոթում եմ, որ ներես ամեն սղճացող սրտի մեղքերը, ամեն նեղության դժվարության մեջ եղող խոստովանություններին հասնես եւ քո բարությունը ցույց տաս փառքիդ համար։ Եվ մենք սրտանց մեծարում ենք քեզ, պատվում ու մեծարում ենք Հայրս, մեր սիրելի Փրկչի, Տեր Հիսուս Քրիստոսի հիասքանչ անունով։ Ամեն, հալելույա, ամեն, 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 թող օրհնի Աստված յուրաքանչյուրի սիրելիներս։ Zarav yega ko archeva